Բարև ձեզ, Factor TV-ի հյուրը Իրազե քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Յովհաննիսյանը, ողջույն պարոն Յովհաննիսյան։ Ողջույն։ Գագիկ Ծառուկյանի գործը եւ կալանավորումը դուք քաղաքական հետապնդում չեք համարում, նշելով, որ քաղաքական գործիչ չի, բիզնեսմեն է ու մտել է քաղաքականությունի բիզնեսի սպասարկման համար, բայց որպես հակադարձում բերվում է Թրամփի օրինակը, ԱՄՆ նախագահ, որը եւս բիզնեսմեն է, իդեպ ըստ Forbes-ի նրա կարողությունը 2024-ի համեմատ եռապատկվել է 26-ին, հասել է 6.5 միլիարդի, ահա թե ինչպես է բիզնեսմենը զբաղվում քաղաքականությամբ, ինչու է այս դեպքում Ծառուկյանը քաղաքական գործիչ եւ քաղաքալացյալ չի։ Բիզնեսի եւ քաղաքականության մեկտեղումը խնդրահարույց ցանկացած կոնտեքստում ինձ թվում է ցանկացած երկրում, բայց Թրամփը քաղաքական գործիչ է, որ նաեւ բիզնեսմեն է։ Ծառուկյանը ժոր քաղաքական գործիչ է, Ծառուկյանի քաղաքական հայացքները կասեք։ Ծառուկյանի կներեք, Ծառուկյանը դա բիզնեսմեն է, որ ձեռի հետ որպեսզի իր բիզնես շահերը սպասարկի տասնամյակներով, չգիտեմ, ունեցել է աթոռ խորհրդարանում կամ խմբակցություն խորհրդարանում, հիմա էլ վերջին կես տարում օտարերկրյա միջամտության դերակատարը որպես հանդես է։ Օտարերկրյա միջամտության դերակատար չէ, սխալ ասեմ։ Գիտեք, գործիք ոնց որ միգուցե ակամա, միգուցե կամա, բայց օտարերկրյա միջամտության գործիք։ Չէ, քաղաքական հայացքները որոնք են, իր մոտեցումները որոնք են, կամ ինչի են իրան քաղաքական հայացքների համար հետապնդում, իսկ օրինակ Հայկ Մարությանին չեն հետապնդում։ Լավ, եկեք Չէ, պայմանական Հայկ Մարությանին, կամ Գուրգեն Սիմոնյանին, կամ 1000 մի ուրիշ գործիք կա։ Հա, ներողություն, 1000 գործիչ, մեկ տարը։ Բայց իր տարբերությունն է, որ ինքը այո, գործիչ, ինքը գործիք է։ Արդյոք իր նկատմամբ հետապնդումները օրինական են։ Չէ, այստեղ մեղմ ասած։ Ну, ասած ասեմ, հետապնդումների մի մասը օրինական է, ասենք պայմանական, չգիտեմ, ապօրինի որսագողության հոդվածը առերևույթ լավ էլ հիմնավոր է։ Ոնց որ այդ տեսանյութերում ակնհայտ է, էլի, որ դա լավ էլ հիմնավոր հետապնդում է։ Բաներ կան, որ կասկածելի է հետապնդման օրինականությունը, բայց սա օտարերկրյա միջամտության մի պատասխան է։ Լավ, տեսեք, եթե օտարերկրյա միջամտության գործիք է դարձել, սա անում են։ Ցանկացած քրեական գործ կարող են հարուցել, չգիտեմ, հափշտակության գործով, ինչու չեն հարուցում, օրինակ լրտես լինելու մեղադրանքով։ Դրա հիմնավորումը չկա։ Ալ Կապոնեին ինչ հոդվածով են դատել։ Ուսում Ծառուկյանն Ալ Կապոնեի հետ համեմատում տեսականորեն, հա, Ալ Կապոնեի մասով պետությունը որոշել էր, որ Ալ Կապոնեին պետք է դատվի, որ Ալ Կապոնեն պետք է նստի։ Ինչ արեցին, գնացին քրեական օրենսգրքի մի հատ նոր հոդված հորինեցին։ Նոր հոդված են ըստ էության հորինել։ Այդ նոր հոդվածով Ալ Կապոնեին դատեցին, որովհետև պետությունը հավաքվեց, ըստ չհասկացանք, լավ, հիմա չեն կարողանում ապացույցներ հավաքեն, որ այս մարդը, չգիտեմ, սպանությունները անում, էսա անում, այնա անում։ Բայց մենք կարենք համակերպենք նրա հետ, որ ինքը ազատության մեջ է, չենք կարող բան մոգոնենք, դատենք։ Ես չեմ ասում, որ էս օքեյ է, որ տենց է, ինձ ճիշտ հասկացեք։ Բայց վարչապետը բայց այդ տենց է, էտա իրականությունը։ Լրտեսական, չգիտեմ, լրտեսական եռագլուխ կուսակցության պարագլուխներից մեկն է։ Ամեն դեպքում հոդվածը դրա մասին չի էլի, թող անկեղծ լինի իշխանությունը, ասի Բակներեք Ալ Կապոնեի հոդվածը գտել ենք իրանցիների մի բողոք, որ հափշտակվել են Փաշինյանի Ծառուկյանի կողմից, դուք ուզում եք որ իշխանությունները եւ ըստ այդմ նաեւ քրեական արդարադատություն իրականացնող մարմինները ասեն, որ դե չենք կարող ապացուցենք, որ մարդ օտարերկրյա միջամտության գործիք է, առավելևս որ տենց հոդվածել քրեական օրենսգրքում առանձնապես չկա, դա առանձին հարց է։ Չենք կարողանում ապացուցենք եւ դրա համար ինչ որ գնացել փորել ուրիշ ինչ գտել ենք այդ ամեն ինչով ենք անում հետապնդումները քրեական։
Դուք ակնկալում եք, որ մոլորակի որևիցե քննիչ տենց հայտարարություն կատնի։ Բայց ես մի օրինակ բերեմ, թող Արամ Սարգսյանը ինձ ների, էլի, բայց ինքը այսպես մեր քաղաքական դաշտում արևմտամետ թևի կարկառուն ներկայացուցիչներից է։ Վաղը ենթադրենք Սամվել Կարապետյանը գա իշխանության եւ Արամ Սարգսյանին դատեն օտարերկրյա միջամտության գործիք լինելու համար։ Ինչ տարբերություն լինել արևմտամետ։ Արամ Սարգսյանի զրահություն եմ խնդրում զուտ համեմատության համար։ Հա, չէ, արևմտամետ լինելը, ռուսամետ լինելը այդ օքեյ երևույթներ են, օքեյ երևույթ չի, օտարերկրյա պետության ձեռքում Հայաստանի Հանրապետության դեմ հիբրիդային հարձակման մասնակից լինելը։ Դրանք կներեք, դրանք տարբեր բաներ են։ Ուկրաինայում կային բազմաթիվ գործիչներ, որոնք ռուսամետ էին։ Բազմաթիվ, այդ թվում Ուկրաինայի արևելքում համայնքների ղեկավարներ, քաղաքապետեր շատ մեծ մասը ռուսամետ էին, ես ձեզ ասեմ։ Մեծ մասը ռուսամետ էին։ Բայց երբ որ Ռուսաստանը հարձակվեց իրանց պետության վրա, իրանք պետության կողմից էին։ Այստեղ մեծ տարբերություն կա։ Չէ, բայց իմ բերած օրինակում Ծառուկյանը ոնց է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մասնակցել օրինակ։ Զուտ իր գաղափարաբանության դա հիմնական գործիքներից մեկն է եղել, որի մասով որի ցուցակի երկրորդ համարը ուղակի բռնվել է լրտեսության վրա ըստ իրավապահների արժանահավատ հաղորդագրությունների, որը հախր հասկանում եք, ասում եք քաղաքական գործիչ, մարդ ասում էր վարչապետի տեխնացություն ենք։ Մարդ ասում էր վարչապետի։ Չէ, ասում էր կբացահայտենք պատեհ պահին, երբ որ պահը գա այդ ժամանակ։ Քաղաքական գործիչ չի, խնդրում եմ ես դες։ Զգուշանում էր քաղաքական հալածանքներից, ասում էր ում անունը տանք բռնելու են, փաստորեն իրեն բռնեցին Բաղյանից։ Դե ախր Այդ դուք վտանգ չեք տեսնում, որ այսպես օտարերկրյա միջամտության դեմ պայքարի տակ իշխանությունը իր օպոնենտներին տեսնում եմ դատի, քանի որ իրենք բալանսավորող են, վաղն վաղնել կարող է օրինակ, չգիտեմ, ինչ որ արևմտամետ գործ չի, ասեն, չգիտեմ, Սորոսական է կամ Ամերիկայի շպիոնն է։ Հա, երկի տեսնում եմ տենց վտանգ։ Եվ միամիտ չեմ չտեսնում։ Որոնք են ձեր քայլերը այդ առումով որպես քաղաքացիական ներկայացուցիչ։ Գիտեք, մենք բավականին բարդ վիճակում ենք հայտնվել։ Եվ ես ուզում եմ մենք չթերագնահատենք այն վիճակի վատությունը, որի մեջ մենք կանք։ Մենք խոսում ենք Ծառուկյանի մասին, ասում են, այ, Ծառուկյանի դեպքով քրեական գործը նախկինում չհարուցեցին, հիմա հարուցեցին, եւ ուրեմն դա կներեք, այնտեղ շատ ավելի մեծ բան կա, փիղ կա սենյակի մեջտեղում գրած, դա այն էր, թե ոնց չտվեցին Ծառուկյանին իր մանդատները։ Չորով ապօրինաբար զրկեցին մանդատներից, հասկանում եք, որոնք որ ինքը ապօրինաբար ստացել էր, դա իր հերթին, ինքն էլ իր հերթին։ Բանա էլի, լրիվ գողից գողացավ վիճակն է։ Ինքը այդ մանդատները այդ թվում նաև ընտրակաշարքներով էր ստացել, ընտրակաշարքների շնորհիվ, որտեղ ընտրակաշարքների հիմնական շահառուներից մեկը իր ուժն էր, թե ընտրակաշարքների դեմը պետությունը առնի, ապօրինաբար զրկեց այդ մանդատներից։ Գիտեք, շատ բան վիճակ է, ոնց որ հիմա, չգիտեմ, մեկը գա իմ ավտոյի հայլիները գողանա, փողոցում մեկ ուրիշը գնա այդ մեկից այդ հայլիները գողանա։ Դուժելու եք դուք։ Ցանկացած իրավիճակում դժում է ժողովուրդը, բայց ուզում եմ ասեմ, արդյոք այն մեկը, որ ինձանից հայլիները գողացավ ու իրանից հայլիները գողացան, ինքը առհասարակ դուժողա թե չէ։ Բայց տեսեք, մի բան որտեվ այդ հայլիները ոնց որ Իրանը չէին էլ, այդ հայլիները իմ հայլիներն էին։ Բայց ով որ Իրանից գողացավ, արդյոք դադարում է հանցագործ լինել, չէ։ Այստեղ հենց այդ է էլի, այնքան վատնա, այնքան ոնց ասեմ։ Թույլ չի տալիս բառնան։ Այնքան պղտոր ու վատնա վիճակը մեր։ Բայց այստեղ նույնիսկ բաներ կա, տեսեք, մենք պայքարում ենք ռուսական ազդեցության դեմ, եւ ես դες մեթոդներով կներեք, որոնք ինչ որ մի օր միգուցե կա ռիսկ եւ վտանգ, ես գույները չեմ խտացնի, դառնա պուտինյան մեթոդներ, այո։ Այո։ Զարմացնում եք ձեր անկյունից։ Հա, դուք ուզում եք ես ինչ որ լավ բան ասեի, չէ, ամեն ինչ հիանալի է եւ մենք վաղը չեմ սոր Շվեդիայի։ Բայց դա վտանգավոր բան է, պարոն Յանոսյան։ Իհարկե։ Իսկ միգուցե պետք չի պայքարել պուտինյան մեթոդներով պուտինյան ազդեցության դեմ։
Եթե ժողովրդավարությունը ունակ չի պաշտպանել իրեն իր գործիքակազմով, ունակ չի։ բայց ինչու ունակ չի, Որտեղ բավարար կայացած չի։ Մեր երկրում մենք իրապահների հետ շատ ենք աշխատում։ Մեր երկրում իրապահները, երբ որ կարողանում են ջեպկիր բռնեն առանց օրենք խախտելու, այդ արդեն զարմանալի է։ Օրը ասում են դզեց, էլի տեսեք հələ այս օպերները, քննիչները, դատախազները բոլորը առանց օրենք խախտելու կարողացան ջեպկիրին բռնեն եւ հասցեն միջև մեղադրական դատավճիռ։ Դա բացառություն է լինում տենց դեպք։ Որպես կանոն կամ ջեպկիրին չեն հասցում միջև մեղադրական դատավճիռով ինչ որ բայ ջեպկիրը ազատվում է կամ չեն էլ բռնում։ Կամ արանքում մի 7 օրենք են խախտում, որ այս ջեպկիրին կարողանան դատեն։ Դա է այն իրականությունը, որը մենք ունենք։ Արդարացնում է միջոցները, որ այսօր կիրառվում են, որովհետև կնեք վաղը մյուս օրը կարող ենք մենք մտահոգություն ունենալ, որ այստեղ իշխանությանը քննադատող հյուրեր կանչելու համար, օրինակ, մեզ կարող են, չգիտեմ, ճնշումներ ենթարկել, իսկ մենք Արթուր Օսիպյանի դեպքը այդպիսի հյուրերի։ Արթուր Օսիպյանի դեպքը այդպիսի դեպք էր։ Այդ օրն էլ տեսեք, Արթուր Օսիպյանի նկատմամբ քրեական հետապնդումը այդպիսի դեպք էր, որտեղ իմ ընկալմամբ Արթուր Օսիպյանը ոչ մի օտարերկրյա բան չէր, ինքը մարդը էր, որ Նիկոլ Փաշինյանին նախընտրեց կոշտ քննադատության ենթարկել, ինչի սահմանադրական իրավունքը ինքը ուներ, եւ այդտեղ ով բանավիճ է Նիկոլ Փաշինյանի հետ ուղիղ եթերում։ Որից հետո գնաց բանտ։ Այո, այսինքն որ դուք ասում եք այդ ռիսկը չեք տեսնում, այդ ռիսկը ոչ թե տեսնում ենք, մենք արդեն այդ ռիսկի դրսևորումներն էլ ենք տեսնում։ Բայց ես մի բան ասեմ։ Ուրեմն մենք ժողովրդավարական պետություն չենք ստացում։ Այսօր կներեք, իդեալական ժողովրդավարություն մենք չենք ու իդեալականի մասին չեմ, ես նվազ ժողովրդավարականի մասին եմ ուրեմն խոսում։ Ինչի հետ համեմատած։ Մեզ հետ 18 թվի հետ, 19 թվի հետ օրինակ։ 19 թիվը մի քիչ անցումային բան էր։ 19 տեսեք, մենք կա երկու սցենար։ Որքան էլ որ դատախորդ լինի, կա երկու սցենար։ Սցենար 1. Ռուսները վերցնում են ստեղ իշխանությունը եւ մենք ունենում ենք ժողովրդավարություն մոտավորապես այնքան ինչքան Ադրբեջանում կամ Ռուսաստանում կամ Բելարուսում, մոտավորապես այդ դիապազոնում էլի։ Այսինքն ընդհանրապես ընտրություններ չկան, այդ թվում տեղական խոսքի ազատություն չկա, իշխանությանը քննադատելը, որևիցե քննադատություն հնչեցնել իշխանությանը, դա արդեն ազատազրկում է, ինտերնետը արգելափակվում է, ընդդիմադիր կամ անկախ լրատվամիջոցներ չկան եւ այլն։ Հա, չէ, ինդիկատորներն եմ նաեւ ասում, որոնք որ մեր մոտ դեռ չկան, հա, այսինքն մեր մոտ ընդդիմադիր անկախ լրատվամիջոցներ էլ կան, ընդդիմադիրներ էլ կան, ընդդիմադիրներին, չգիտեմ, չեն թունավորում կամ սպանում, ու իշխանության քննադատել են այդպես որպես կանոն բանտարկման առարկա չի։ Թեթև բանտարկում են կամ մի դեպք է եղել Ռուսաստանում, Ադրբեջանում, Բելարուսում բոլորին են բան, այսինքն կամ դու երկրից փախած ես կամ քեզ բանտարկում են, էլի տենց կամ դա մի սցենարն է, եթե ռուսները կարողանան ստեղ իշխանություն վերցնել։ Նույնպես չի որ վերցնեն հաջորդ օրը դա տեղի ունենալու, բայց շատ արագ է դա տեղի ունենալու, հարևան մի շարք երկրների փորձով կարելի է գնահատականներ կառուցել, թե ինչ արագությամբ է դա տեղի ունենալու, որտեղ հարևան երկրներ կան, որոնք տենց փորձ ունեն, էլի։ Եվ տարբերակ երկրորդ դա ռուսները չեն վերցնում իշխանություն, բայց իշխանությունը չվերցնելու սահմաններում Հայաստանի իշխանություններն են բավականին ետգլորանում ժողովրդավարության կոնտեքստում։ Բայց չեք կարող հետգլոր չանել, այսինքն մեթոդների առումով, օրինակ օրենսդրություն ընդունել եւ այն բաներ կա որ օրինակ ասում են արտադրություն այդպես էլ չարեցին, եթե անեն օրինակ նույն ապօրինի կապիտալը հանեն քաղաքականությունից, միգուցե այս մարդիկ զբաղվեն ուրիշ բանով։ Դա է հանում։ Ոնց են հանում։ Բայց էլի ապօրինի մեթոդներով են հանում։ Հենց հիմա չեն հանում։ Ապօրինի մեթոդներով են հանում։ Արանքում ընթացակարգեր օրենքներ են խախտում դա անելուց։ Չեմ ասում այս ապօրինի գույքի բռնագանձման գործընթացները, հա, բայց մի շարք դրսևորումներով դա Ծառուկյանի գործանների ճակատագիր նկատի ունեք։ Տեսեք էլի մի բան ասեմ։ Ասում եք չեն կարող օրենք չխախտել եւ իդեալական գործել։
Այստեղ երկու իրարամերժ բան ասեմ։ Իրարամերժ բայց փոխ լրացնող։ Առաջին դա այն է, որ ինչպես ասացի, մեր երկրում իրավապահները չեն կարողանում ջեփկիր բռնեն առանց օրենք խախտելու։ 1000-ից մեկ որ կարողանում են։ Այդ պայմաններում Ռուսաստանի միջամտություն կանխել առանց օրենք խախտելու միտքս չի կտրում, որ կարողանան։ Դա կարողությունները հիմա ինչ արած։ Տխուր է իրականությունը, չեմ ուզում էլի այդպես ինչ որ վարդագույն ակնոցներ հագնեմ եւ ասեմ, հեսա երկրի բոլոր այդպես հատուկ ծառայությունները, բոլոր ուժային կառույցները կարողանան օրենքի սահմաններում անել են ինչ որ անցան։ Բայց մյուս կողմից ես չեմ էլ ուզում դա արդարացնեմ, քովս էլ չի անցնում դա արդարացնեմ, եւ շատ բարեփոխումներ կան, որ կարող են անել ու չեն անում։ Կամ դանդաղացնում են, կամ ուսացնում են։ Այս հարցը եթե Եվ առհասարակ կան շատ բարեփոխումներ, որոնք կարող են արած լինել, որպիսի այսօրվան չհասնենք կամ ավելի մեղմ հասնենք մենք այսօրվան, բայց չեն արել։ Այս հարցը եթե չտամ խիղճից կտանջի, ինչու, որովհետև բաց գաղտնիք է եղել, չէ, նախկին նախագահների օրոք ընտրությունները համատարած կեղծվել են։ Հիմա նրանք անպատիժ են, ոչ միայն անպատիժ են, այլև քաղաքական դերակատարներ են իրենց դեմքով, այլ ուժերի դեմքով կամ, չգիտեմ, հետնախորշերից են, ասպես ասենք, մասնակցում այդ process-ներ։ Փաշինյանը բողոքում էր օրեր առաջ, ասում է կա մի հոգի, որ հավատում է, որ Ծառուկյանը այդ ընտրակեղծարարության մեղադրանքի հարցում, դատական վճռում ազատվել է արդարացիորեն։ Ախր իրենց իշխանության օրոք է այս ամեն ինչը տեղի։ Ռոբերտ Քոչարյանը արդարացվել է իրենց իշխանության օրոք։ Իրանք են մեղավոր։ Որևէ մեկը պատիժ չի կրել ընտրակեղծիկ։ Դա ընդդեմ կներեք ընտրակեղծիկը ես ինչու եմ ասում կոնկրետ հանցագործություն, որովհետև բոլորը դրան մասնակցել են, ականատես են եղել առանձնապես ապացուցման կարիք չունեն։ Եթե Նիկոլ Փաշինյանը 8 ամիս առաջ եկածել էր իշխանության, ես կասեի դե մարդու 8 ամիս առաջ է եկել էս իր ապահում արմինները դե չի կարողանում հակահեղափոխության վտանգ կա եղել։ Չէր հասցնի իր ապահում արմինները փոխեր։ 8 տարի լինես իշխանության եւ քո իր ապահում արմինների վիճակը այն լինի եւ քո դատաիրավական արմինների վիճակը այն լինի, որ չկարողանան ապացուցեն Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը այդ ընտրակաշարքի գործով։ Այդ չկարողանալը գիտեք ոնց է լինում։ Միտեղ մեկը ոչ կոմպետենտ է։ Ոնց է քրեական գործի վրա աշխատում։ Մենակ դատավորը չի, ես չեմ ուզում մենակ դատավորի վրա մեղ կգցեմ։ Դատավորը առնչվում է փաստերին, կներեք, նրան տալիս են դատավորը իր մասով, դատախազը իր մասով։ Մի քիչ հիշում եք Փաշինյանը մի հատ ելույթ ուներ, որտեղ ինձ շատ ճիշտ է ասում։ Ուղղակի ինքն է այդ իրավիճակի մեղավորը, բայց ինչ որ ասում է ճիշտ է ասում։ Ասում եմ մի քիչ լավություն օպերն անում, մի քիչ լավություն քննիչն անում, մի քիչ լավություն դատախազն անում, մի քիչ լավություն դատավորն անում, վերջում մեղավոր մարդը դառնում է անմեղ։ Մոտավորապես է դա։ Մեկը ժամանակաձգում, որ վաղեմություն բանանի, մեկը կարող ուղղակի ոչ կոմպետենտ լինի, ընդ որում այդ ոչ կոմպետենտը բավականին հաճախ է լինում։ Կան գլոբալ գործեր, որոնցում դա պետք է չգործի, պետք է պետությունը իր ամրությամբ աշխատի, էլի։ Նույն ընտրակեղծիկները, ես ասում եմ, հա, սա այն հանցագործությունը, որ ապացուցվել կարիք չունի հակակոռուպցիոն կոմիտեն, որ գոնե այդ գործերով մի քիչ ավելի բարձր, այդ թվում նաև որակ լինի։ Որովհետև անցյալի հանցագործությունները եթե պատժվեն, պարոն Յանիսյան, կարիք չլինի այսօր գործեր կարել ուղղակի, էլի, այսինքն։ Այո, իհարկե։ Որովհետև այդ դերակատարները ուրիշ տեղ կլինեին։ Իհարկե։ Հա, բայց չի արվել դա։ Չի արվել։ Հա։ Ու նորից չի արվել իրանց մեղքով, որովհետև միտեղ ոչ կոմպետենտ է, չգիտեմ, օպերա կամ քննիչը, միտեղ ես իմում բարեկամն է, միտեղ իր շեֆն է, ես իմում բարեկամը, միտեղ չգիտեմ, պատշաճ վերահսկողություն չկա, գործը քնում է, միտեղ քննիչը գերծանրաբեռնված է, չի հականջի հետևակցում, չի հասցնում կամ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի հասցնում, միտեղ չգիտեմ քննիչը օպերին հանձնարարություն ուղարկում է, օպերա ականջի հետևակցում, օպերա ասում է, հա դե լավ է քննիչը, ինձ ինչ որ ինձ հանձնարարել, ինձ միլիոն տարի հետաքրքիր չի այս գործը, քննիչի կողքի գերատեսչությունից մարդ է։ Եվ այլն։ Ասես մի քիչ, եւ լինի դա սովորական ջեփկիրի գործ, թե լինի դա
Գագիկ Ծառուկյանի հետ կապված ընտրակաշարքի գործ լումա են ինչ որ լումա Դե տեսեք, մենք նաև Ես այդտեղ ոչ մի տարբերություն չեմ տեսնում ջեպկիրի գործի եւ նախկինում կատարած լուրջ պետության դեմ հանցագործություն, ինչպիսին ընտրակեղծարարը, որովհետեւ խնդիրները վարչություններ կան, որովհետեւ խնդիրները նույնն են։ Խնդիրները նույնն են։ Ոնց էս համակարգը չի կարողանում ջեպկիրի դատի կամ ավտոմեքենայի վրայից պայսամաս գողացողի դատի, նենց էլ չի կարողանում ընտրակաշարքի մեղավորի ընտրակաշարքի կազմակերպչի դատի։ Հիմա վարչապետը խոստացել է, տենց էլ չի կարողանում Ռուսաստանի հատուկ ծառայությունների վրա աշխատողներին դատի։ Տեսեք, վարչապետը քրյա օլիգարխիայի ապամոնտաժում է խոստացել առաջիկա 5 տարում ասելով որ քաղաքացին իրեն դրա համար քվե է տվել։ Միաժամանակ նույն վարչապետը Չակուչը հիշեցիք։ Չակուչը հիշեցի, 18 թիվը հիշեցի։ Ուրիշ բան։ Առաջիկա 5 տարում իշխանություն խոստանում է քրյա օլիգարխիան ապամոնտաժել եւ վարչապետը ասում է որ արդարադատությունը ծառայում է էլիտաներին։ Այդ դուք կասեք այդ Չակուչը, որը արդարադատության լուրջն է, ծառայում է էլիտաներին։ Արդարադատությունը ծառայում է էլիտաներին։ Ոնց է ապամոնտաժելու այդ քրեա որ ասում է արդարադատությունը ծառայում է հասանելի է էլիտաներին։ Իսկ ինքը հասցրել է քննադատել քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը եւ գործող կառավարությանը նրա համար, որ իրանք բարձրացրել են պետտուրքերը դատական հայցերի։ Նրա համար, որ իրենք փաստաբանական ծառայությունների ուրեմն համար հարկերը էապես բարձրացրել են, էապես չէ, արմատապես բարձրացրել են։ Ես որպես մարդ, որը երբեմն օրինակ ինձ վիրավորողներին, զրպարտողներին դատի է տալիս, նախկինում թե փաստաբանի վարձավճարի համար շատ ավելի քիչ էի վճարում, որտեղ այդ փաստաբանը ավելի քիչ էր հարկ վճարում, թե պետտուրք շատ ավելի քիչ էի վճարում։ Այդ երկուսն էլ ռադիկալ ավելացել են։ Հիմա մտածում ես, ասում ես դատի տաս թե չտաս, էլի ոնց որ դատի տալն դատի տալը թանկ հաճույք է դարել, ուղղակի թանկ հաճույք։ Որից օգտվում է վարչապետը վերջերս մի քանի գործիչների, Սոֆիա Հովսեփյան, չէ, Էդմոն Մարոկյան եւ այլոց տվեց դատի։ Դե վարչապետն էլ եկեք արձանագրենք, որ իր աշխատավարձը միջինից նկատի ունեմ հանրապետության տենց միջին աշխատավարձից իհապես բարձր աշխատավարձ է։ Ինքը այդ աշխատավարձով կարա թույլ տա բաներ, որոնք որ ես որ ստանում եմ վարչապետից իհապես ավելի քիչ չեմ կարա ինձ թույլ տամ։ Կամ միջին աշխատավարձը, որ իմ աշխատավարձից էլ իհապես ավելի ցածր է, միջին աշխատավարձով ապրող մարդը առավել եւս չի կարա թույլ։ Կներեք նորից երբ որ ասում արդարադատությունը հասանելի է էլիտաներին, թող մի հատ ասի են չի արդարադատությունը ֆիզիկապես ավելի թանկ դարել։ Ուղղակի ավելի թանկ դարել։ Իր տարիների օրոք ուղղակի բառացիորեն ավելի թանկ դարել իրանցից կընդունած երկու օրենսդրական փոփոխություններով, մեկը պետտուրքերի հետ կապված, մյուսը փաստաբանների հարկերի, այնտեղ տարբեր հարկատեսակներ են։ Մեկ կներեք էլ ինձ թվում է մեկ ինքը մոռանում է, որ ինքը անդիմադիր падգամավոր չգիտեմ, ինձ բաներ է քննադատում, որ ասում ես, հայլի ճիշտ է ասում, ասում ես մի րոպե էլի։ Տեսնեսով պետք է այդ խնդիրը լուծել, չլինի նա։ Իսկ կամ առհասարակով այդ խնդիրը ստեղծել, որտեղ կան խնդիրներ, որ ինքը կամ իր կառավարությունը կամ իր քաղաքական մեծամասնությունն են ստեղծել, կամ սրել ավելի այդ խնդիրները, ինչպես որ արդարադատությունը միայն էլիտաներին հասանելի լինելը։ Ամփոփենք այս հարցով, տեսեք, քրյա օլիգարխիկ համակարգի այսպես ապամոնտաժումը ակնհայտորեն նկատի ունի Սամվել Կարապետյանի ուժին, Ռոբերտ Քոչարյանի ուժին, Ծառուկյանի ուժին, Սերժ Սարգսյանը ոնց որ հանգստի է գնացել քաղաքական ՀԿ չմասնակցեց եւ ռեյտինգներում էլ այդքան հուսալի չի վիճակը։ Այդ դուք չունեք մտավախություն, որ սա տեսեք մի կողմից խնդիրը ճանաչվում է, որ Ռուսաստանը դիտարկում է գործիք որպես եւ Ռուսաստան փորձում է, այսպես ասենք, միջամտել եւ այլն, հա, օգտագործելով ուժերին։
Բայց մյուս կողմից էլ մոնոպոլ քաղաքական դաշտ կարող է ձևավորվել։ Հասկանալի է, ռեսուրսները այս մարդկանց ձեռքին են, բայց հիմա դրանք են դիմություն։ Կես միլիոն ձայն են ազատվի նորմալ առողջ ուժերի համար։ Ձեր հարցին պատասխանեք։ Արդյոք կազատվի դաշտը, թե մոնոպոլ քաղաքական դաշտ կստեղծվի։ ՔՊ-ն եւ ինձ թվում է, որ եթե չլի մենք հասկանում ենք, չէ՞ որ ՔՊ-ի 720 քանի հազար քվեի մի էական տոկոս, դա ոչ թե ՔՊ-ի քվեներն են, դա ընդդեմ նրանց քվեներն են։ Ինչպես նաև նրանց քվեների մի զգալի մասը իրենցը չէ։ Ընդդեմ Փաշինյանի։ Չէ, բայց որ ասում հիմա եթե նրանք չլինեն, պայմանական նրանց ընտրություններից առաջ ընտրակաշարքի հիմքով արգելեին մասնակցել ընտրություններին։ ՔՊ-ն այդ քվեները չէ ստանա, ՔՊ-ն ավելի քիչ քվե կստանար։ Այդ քվեները կարող է գնային ինչ որ առողջ ուժերի։ Բայց դա տեղի չունեցավ, որտեղ մարդիկ նայեցին, առաս ինչու ողբեր սպասեք էլի առողջ ուժեր, բան, դա սա լավ է, բայց սպասեք կարող է, բան, տենց ռուսները գան իշխանության, գնանք ՔՊ-ին ընտրենք, որ ռուսները չգան իշխանության։ Շատ մարդիկ տենց են քվեա։ Ես հիմա չեմ կարող ասում այդ 720,000-ից ինչքաններ, բայց մենք խոսում ենք բավականին շոշափելի տոկոսի մասին, էլի։ Եվ գիտեք ձեր ասած դիլեման հիմա կա Գերմանիայում AfD-ի արգելման խոսակցությունների մեջ։ Հիմա մի կողմից ասում են խոսում են, բայց ամենապոպուլյար ուժն է, գիտեք, չէ՞, միայնակ եթե այսպես ասենք։ Այո, մի կողմից ասում են AfD-ն պետք է արգելել, որտեվ, չգիտեմ, հակասահմանադրական քարոզ անում ու իրանց մոտի տարբերություն մեզ իրավական հիմքերը կան, իրանց պետությունը այնքան կայացած է, որ դա կարանի իրավական ճանապարհով եւ ոչ թե նենց ոնց որ մեր մոտ, բայց միևնույնն է, դիլեման կա, ասում են լավ, բայց մյուս կողմից սա գերմանացիների մի զգալի մասի մոտեցումների արտահայտող ուժ է։ Ի տարբերություն ստեղի, որ ընտրակաշարքա բան է այսային, այնտեղ դա ընտրակաշարք չի, այնտեղ ռեալ գերմանացիքն կան ինչ-որ գաղափարներ, այդ գաղափարների համար մարդիկ բան են անում։ Բայց եկեք նավիգացիայությամբ չզբաղվենք, այդ կես միլիոնի մի մասը կարող է։ Ես տենց օրինակ կառանձնացնեի, օրինակ Հայաստան Դաշինքի եւ Դաշնակցության քվեները։ Իրանց քվեների զգալի մասը ճիշտ է, իրանք էլ որոշ առումով ընտրակաշարքի շահառու կարծես թե եղել են։ Բայց իրանց քվեների զգալի մասը գոնե sense տպավորությունների ընտրության հետևանք է։ Քաղաքական է, որտեղ մարդիկ նայում են ու տենց գաղափարապես ասում են, չգիտեմ, ինչ որ երիտասարդներ ասում են, այ պետության ղեկավարը չպետք է լինի ճվճվացող, պետք է լինեն սոլիդ բան դեմք Քոչարյանի պես։ Նայում են ասում են սիրի անպայման։ Ինչպես Դուալիպային պետք է սիրի պետության ղեկավարը։ Կամ պետության կամ այո, ազգայնական բան ազիջովան կոտրում, ուժեղ ձեռք եւ այլն։ Ահա, չեմ ասում տակը գաղափարախոսություն կա, բայց տակը ինչ որ բան կա։ Ես չէի անվանի իրանց ապաքաղաքական ուժ, էլի։ Այսինքն այն օրինակ ինչ որ ես ասացի հաղորդման սկզբում Գագիկ Ծառուկյանի մասով, Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ չի։ Կներեք, Քոչարյանի մասով ես դա չեմ ասի։ Ոչ միայն որովհետև Քոչարյանը եղել է նախագահ, այլ որովհետև Քոչարյանը դա ռեալ գործիչ է։ Հա ձեռի հետ բիզնեսներ ունի, ձեռի հետ կարողանում է միտք շարադրել եւ հիմնավորել իր միտքը, անկախ դարից դու համաձայնես ունի ռեալ քաղաքական հետևորդներ, մարդիկ ովքեր որյան նայում են, հավանում են եւ այլն։ Սկսած նախադասությունները ավարտվում են նաեւ, վերջակետեր են դրվում, միտք ունի։ Ուրիշ հարցը, խոսալ բայց դա էլ կարևոր է կազմել գիտի։ Ամեն դեպքում հա։ Բայց օրինակ հա, բայց օրինակ այդ կոնտրաստում Բարգավաճ Հայաստանը օրինակ այդպեսին չի։ Բայց երբ որ վերադառնում ենք արգելելուն, Բարգավաճ Հայաստանն արգելելս չարգելես քաղաքական դաշտում նրանց ոչ մի չի փոխվի։ Բայց օրինակ Քոչարյանի կամ Հայաստան Դաշինքի քաղաքական գործունեությունը թե արգելես, դրանց քաղաքական դաշտում խնդիր կառաջանա։ Այդ խնդիրը, որտեղ դա ռեալ մարդկանց դու պետք է ուղղակի իրանց չթողես, որ իրանք ապօրինի ֆինանսավորումներ գրավեն ընտրությունների ժամանակ, պետք է չթողես իրանք ընտրակաշարք բաժանեն, բայց իրանք ռեալ ուժ են, որոնք ունեն ռեալ հետևորդներ։ Նույնը ոնց որ Գերմանիայում AfD-ն։ Դրա համար դա պետք է ավելի գլոբալ
հեշտ է իհարկե արգելել։ AfD-ին արգելել ամենահեշտ ճանապարհն է։ Բայց Գերմանիայում դա չարեցին։ Որովհետև գաղափարախոսությունը չի վերանում եւ մտածողությունը որտեվ գաղափարախոսությունը չի վերանում, որովհետև տենց մտածողություն չես կարող հասկանում եք մտածողությունը տենց չես բայց դա ճգնաժամի էլ կբերի, որովհետև ստացվում է այդ մարդիկ չունեն հա դա իրավիճակը, որը չունի լավ լուծում։ Դա իրավիճակը, որը չունի լավ լուծում։ Շատ տենց տեսական խոսակցությունների սահմաններում ասում են, ինչ կլներ, եթե 30-ականներին տենց NSDAP-եր, չէ՞, Հիտլերի կուսակցություն, արգելվեր։ Դժվար է ասել ինչ կլիներ։ Կարող է շատ ողբերգություններ, որ տարածաշրջանի եւ իրանց երկրի գլխին եկան չգային, բայց կարող է այդ կուսակցությունը արգելվեր, դա ուրիշ ձև, որտեղ այդ մարդկանց հայացքները, դա գերմանացիների հայացքների արտահայտումն էր։ Գերմանացիների մի էական զանգվածի հայացքների արտահայտում էր։ Այդ խնդիրը կա, այսինքն դու պետք է հանրության հետ աշխատես։ Եթե այն ժամանակ ոչ թե մտածեին արգելելու մասին, այլ մտածեին լավ, ոնց կարանք ազդեն գերմանացիների հայացքների վրա, որ նացիզմը այսքան չբարձրանա, որտեղ այս նացիզմը, որ այսքան բարձրացավ, վերջում վատ է բրծնելու, ու շատ վատ բրծավ։ Հարևանների համար էլ իրանց համար շատ վատ բրծավ։ Միգուցե թե արգելեին տենց վատ սցենարով չգնար։ Դրա համար ես չեմ ասում, էլի արգելելը միշտ հաստատ ամենավատ տարբերակն է։ Բայց ես ուզում եմ բոլորիս համար հստակ լինի, որ արգելելը նենց չի, որ տենց պատրաստ տարբերակ կա, բայց այդ պատրաստ տարբերակին չեն դիմում։ Դա դժվար տարբերակ է, որը խնդիրներ հարուցող տարբերակ է։ Պետք է մարդկանց հայացքների հետ աշխատել, պետք է նենց անել, որ մարդիկ վերադառնալով 30-ականների Գերմանիային, այդ չլինեն նացիստ եւ ոչ թե արգելես նացիստական կուսակցությանը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք Դանիել Հովհաննիսյանին։